ներքին եւ արտաքին հրավերների եւ այս վերջին կատարված հետարքիր իրադարձությունները, որ մեր մոտ կատարում են եւ ինչ սպասելիք ունենք մենք այս ապագայից, որ տեսնում ենք առաջի հարցը, սկսենք վերջից, ինչ է կարծում, ինչ պայմանավորություններ են ձեռք բերվել Թուրքիայում։ Ողջույն, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Մենք ժամանակ առ ժամանակ արդեն այս տրադիցիոն ֆորմատ ենք դարձրել եւ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես ուզում եմ արձագանքել ամենաթարմ լուրով, որը որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ, Թուրքիա այցից հետո մենք ստացել ենք, դա իսլամական պետությունների լիգայի համապատասխան միջոցառումն է, որտեղ որ 57 երկրների արտգործնախարարներ են մասնակցում, դուք գիտեք, գոչվում է իսլամական երկրների համագործակցության կազմակերպություն, ավելի հստակ, եւ այնտեղ հայտարարություն է ընդունվել, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, նրանք Երևանին կոչ են անում կատարել Բաքվի պահանջները, եւ այնտեղ խոսք է գնում, որ պետք է հաղթահարել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների խոչընդոտները, այսինքն հաղթահարել խոչընդոտները եւ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Իսկ այդ բոլոր պահանջները Ադրբեջանի, դրանք սպառիչ ցանկեր չեն մեծ հաշվով, դրանք անդադար զարգանում են եւ մենք տեսնում ենք, որ նրանք պահանջում են, որ հայկական ագրեսիայից դժուժած ազատագրված տարածքները վերականգնելու բան են անելու, հա, ներդրումներ են անելու եւ աջակցելու են, այսինքն Հայաստանը ագրեսոր պետություն է, այլևս ճանաչված այս կառույցում, եւ նաեւ շարունակվում է միտքը, որ արևմտյան Ադրբեջանի համայնքը, այսինքն ֆիքսվում է, որ կա նման բան, արևմտյան Ադրբեջան գոյություն ունի նման համայնք, եւ այդ համայնքը պետք է իրավունք ունենա եւ Հայաստանը պետք է տա հնարավորություններ, որ նրանք վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն բացի այն կծկտու լուրը, որ մենք ստացել ենք, որ եղել է երկու երկրների իշխանությունների, գործադիր իշխանությունների ղեկավարների հանդիպումը նախագահ Էրդողանի, վարչապետ Փաշինյանի եւ այնտեղ քննարկվել են տարածաշրջանային հարցեր եւ այլն, մենք ունենք այս հայտարարությունը եւ ես զարմանում եմ, որ անգամ վարչապետի այցը, որը սիմվոլիկ ինչ-որ բնույթ էր կրում, չի կանխել այն process-ը, որը որ Ադրբեջանը եւ Թուրքիան բնականաբար միասնաբար իրար աջակցելով տանում են առաջ։ Իսկ այդ process-ը վերաբերում է Հայաստանի 60% այս պայն Հայաստանի ինքնիշխան տարածքի 60%-ին, որը նրանք շարունակում են անվանել Արևմտյան Ադրբեջան։ Ես նախ ուզում եմ դատապարտել Հայաստանի Հանրապետության իշխանությունների արտգործնախարարության կառավարության անգործությունը, որ որևէ կերպ աշխատանք չեն տարել, որ իսլամական կազմակերպությունների լիգայի կազմակերպությունում այս հայտարարությունը չընդունվեր, սա մեկ, երկրորդը նաև դատապարտում եմ այն իմաստով, որ արդեն ժամը 1-ն է, 1 օր անցել է, որևէ արձագանք չկա ԱԳՆ-ից եւ այս հայտարարությունները առաջին անգամ չեն, այլ կառույցներ են նման բանաձևեր ընդունում, նախորդ բանաձևը եղել է չմիավորված երկրների կազմակերպությունում ընդունված, այսինքն նույն նախագիծը տայել էին այնտեղ էլ է ընդունվել չմիավորված կազմակերպությունների համագործակցության եւ այնտեղ ավելի շատ պետություններ են մասնակցում եւ այնտեղ էլ են կոչ արել Հայաստանին, որ պետք է հնարավորություն տալ Արևմտյան Ադրբեջանի ժողովրդին վերադառնալ Հայաստան, քանի որ մեր ԱԳՆ-ն եւ մեր վարչապետի աշխատակազմը կամ վարչապետը չեն արձագանքում, ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից արձագանքել, որ Ադրբեջանը պահանջում է խորհրդային միության փլուզման ժամանակաշրջանում եւ երբ որ Լեռնային Ղարաբաղի Արցախյան առաջին պատերազմը դեռևս այնց կիսա մեկնարկած process-ի մեջ էր, այդ ժամանակ Հայաստանից ուղեկցմամբ ճանապարհ դրված եւ փոխհատուցումներ ստացած ադրբեջանցիներին վերադարձնել Հայաստանի Հանրապետություն Ադրբեջան։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության, այսինքն խորհրդային Հայաստանի տարածքից գնացած ադրբեջանցիները իրավունքների համատեքստում հավասար են Բաքվից, Սումգայիթից, Շամխորից եւ Ադրբեջանի տարբեր քաղաքներից եւ գյուղերից մազհապուրց փախած հայերի իրավունքներին։ Այսինքն, եթե մենք հարցը քննարկում ենք, պետք է քննարկենք հետեւյալ կերպ, որ Հայաստանից 600,000 փախստական է եկել Ադրբեջանի տարածքներից, Հայաստան
եւ եթե դուք պնդում եք, որ պետք է նրանք վերադառնան, բայց այստեղ էլ էս փախստականները կան։ Նման քննարկում գոյություն չունի։ Բնականաբար որևէ հայ չի կարող վերադառնալ հայաֆոբ Ադրբեջան, եւ հետեւաբար, քանի որ որևէ հայ չի կարող վերադառնալ հայաֆոբ Ադրբեջան, հետեւաբար այդ հարցը այդ մակարդակում փակվում է, որովհետեւ չեն կարող նաեւ նրանք պահանջել, որ ադրբեջանցիները վերադառնան։ Սա մեկ։ Մյուս հատվածը հարցի այն է, որ նրանք փորձում են խառնել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Տեսեք, ադրբեջանցիները երբեք խորհրդային Հայաստանում ինքնավարություն չեն ունեցել։ Իսկ այսպես կոչված, որ ասում են լղիմը Ադրբեջանի մաս էր խորհրդային, եղել է ինքնավարություն։ Հետեւաբար բացարձակապես տարբեր հարցեր են եւ Հայաստանը ձայն չի հանում ամենաթարմ հենց հիմա 150,000 փախստականների մասին, որ Հայաստանում են, օրեր առաջ ԱԳՆ-ն հայտարարություն արեց միջազգային փախստականների օրվա առիթով եւ ասում է Հայաստանի Հանրապետությունը համերաշխ է ցանկացած մեկի հետ, որ ստիպված է լքել իր տունը։ Եվ մենք ներդրումներ ենք անում, որ փախստականներին ինտեգրենք եւ այլն եւ այլն։ Թե մենք ուզում ենք, որ փախստականները վերադառնան իրենց հայրենիք, իրենց բնորան, ինչը որ այս պայն Ադրբեջանը շարունակում է ասել։ Հետաբար Ադրբեջանի պատասխանն այն է, որ մենք ունենք ավելի շատ փախստականներ Ադրբեջանից եւ չի կարող այդ հարցը միակողմանիորեն պատտվել տարբեր միջազգային կառույցներում դեգերել որպես բանաձև։ Բայց դրա համար պետք է ունենալ իշխանություն Հայաստանի Հանրապետությունը, որը պետք է պաշտպանի մեր շահերը։ Այս իր հերթին եւ այս իմաստով մնացած մասով կներեք ես որքանով որ փորձել եմ հասկանալ թե բացի այն որ այցը Թուրքիան կարող է միջազգային հանրությանը վաճառել որ Հայաստանի հետ երկխոսություն կա եւ նորմալ է մի միջամտեք մեր գործերին մի աջակցեք Հայաստանին բացի այն որ Թուրքիան դա ստացել է Հայաստանից էլի միակողմանիորեն եւ Հայաստանը դրա դիմաց որևէ բան չի ստացել 22 թվականից սկսած կա համաձայնություն որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի երրորդ երկրների համար եւ դիվանագիտական ազնագիր կրողների համար անցել է ինչքան 3 տարի համաձայնությունը կյանքի չի կոչվում անգամ այդ համաձայնությունը որը ոչ մի բան է այս process-ի մեջ ես ինչ չի չէ Գիրորդ երկրների քաղաքացիները պետք է անցնեն այնքանն է որ Հայաստանի համար կարևոր է որ անցակետ գործի անգամ դա չի իրագործվել մենք գիտենք որ Թուրքիայի դիրքորոշումը հետեւյալն է որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները իսկ այդ պահանջները անդադար շատանում են նոր հետո իրենք հայ-թուրքական նորմալացման գործընթացը բան կանեն չեմ քննարկեն այտենց չեն էլ ասում որ կլինի իսկ Ադրբեջանի պահանջները որոնք են սիրելի հայրենակիցներ փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը այսինքն ոչ թե փոխել նորը ընդունել նոր սահմանադրություն ընդունել Ալիևի պահանջով Ալիևի ասած ձևով փոխել Հայաստանի Հանրապետության զինանշանը Արեմտյան ադրբեջանցիներից խոսեցինք որ իբր կան նման Արեմտյան Ադրբեջան գոյությունի պիտի վերադառնան այդ Արեմտյան Ադրբեջան այսինքն Հայաստանի տարածքի չճանաչման մասին է այս խոսակցությունը գնում տարածքային պահանջների մասին է այս խոսակցությունը գնում ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման մասին է խոսակցություն գնում խոսակցություն է գնում որ Հայաստանը չպետք է զենք գնի այսինքն Ադրբեջանը ըստ էության մտնում է Հայաստանի ներքին կառավարման process-ի մեջ այսինքն Հայաստանի ներքին գործերին միջամտել է ոնց է լինում Իսկ մինչդեռ Հայաստանը չի արձագանքում մեր ներքին գործերին միջամտելու հարցերին եւ դրա ասում է ցանկացած ասում է դա մեր ներքին խնդիրն է օրինակ մեր զինանշանը մեզ դուր չի գալիս մեր ներքին հարցը եկեք փոխենք Ալիևը չէ՞ իբր ուզում օրինակ սահմանադրության մեջ խնդիրներ կան ասենք սահմանադրական խորհուրդ է ձևավորվել ես ուզում եմ նաեւ սան արձագանքել առիթից օգտվելով խորհուրդը պետք է աշխատեր հայտնի այսպես կոչված են կոստյումը որը որ կարվել էր Սերժ Սարգսյանի հագով այդ կոստյումը փոխելով Ուրեմն այդ աշխատանքների համար ներգրավել ենք, որ աշխատենք, խորհուրդը արդեն 1 տարուց ավել է, նիստեր չի գումարում։ Բայց արտահայտության նախարարը ամեն մի բրիֆինգի ժամանակ հայտարարում է, որ իրենք գրում են տեքստ։ Ուզում եմ օգտվելով առիթից տեղեկացնել, որ սահմանադրական այդ խորհուրդը, սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, այսպես կոչված, բացարձակապես որևէ տեքստ չի պատրաստում, եւ այն ինչ որ պատմում է արտահայտության նախարարը, իրականության հետ որևէ աղերս չունի։ Նա չի կարող ինքը տեքստ գրել եւ դա հрамցնել, որովհետեւ կարգ կա հաստատված եւ ըստ կարգի համաձայն խորհուրդը պետք է մշակի սկզբից կոնցեպտ, հետո նախագիծ։ Այս պահին խորհուրդը նիստերը չի գումարում, որովհետեւ նիստերը գումարողը արտահայտության նախարարն է եւ նա չի գումարում նիստերը։ Եվ չկան խորհրդի նիստեր։ Հետեւաբար մինչեւ այս պահը, ես ինչ եմ սա ասում, սա շատ կարևոր է, ես պահում եմ իմ դերակատարում այդտեղ, որ ես հետևեմ այդ process-ին։ Դեվ
տարուկես առաջ եղած նիստի ժամանակ ես հայտարարել եմ, որ ես դեմ եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխելուն։ Այսքանը, ես էլ եմ ասում։ Հետաբար իմացեք, որ որևէ տեքստ խորհուրդը չի գրում, չգիտեմ, եթե ինչ-որ բան գրում են, խորհրդի հետ կապ չունի, դա չեն կարող հետո բերել ասել խորհուրդը պետք է սա անի, բայց մենք գիտենք, որ վարչապետը ասել է, որ ինքը սահմանադրական փոփոխությունները ուզում է անել 26 թվականին, պարլամենտական ընտրություններից հետո, եւ այդտեղ հարց առաջանում։ Իսկ ով է լինելու ինքը 26 թվականի ընտրություններից հետո, թե ինքը խոստանում է, որ ինքը կանի այդ փոփոխությունները։ Մենք չգիտենք, չէ՞ ով լինելու Հայաստանի ղեկավարը։ Ով կարա ասի, ով կարա կանխորոշի ասի, որ ասեք, ես բանը Այսինքն դրանով փորձ է արվում միջազգային հանրությանը ուղեր ստալ, որ տեսեք, ես պատրաստ եմ Ադրբեջանի պահանջները կատարել, բայց պետք է դրա համար վերընտրվեմ։ Էս է այդ ուղերձը։ Ինքը չի կարող կանխորոշել։ Կարող ինքը պայմանավորեք հարցեր կան զալում։ Մի հատ հարց ես եմ տալի, մի հատ դուք եք տալի, հետո ես եմ տալի, հա, որ չլինի ուզուրպացրել եմ, մենակ ես եմ հարց տալի։ Ասա։ Պարոն Մարուկյան, այնուամենայնիվ հա ես իմ հարցերը հնչեցնեմ, նախ Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ դուք շատ կարճ գրառում եք արել, դուք այստեղ քաղաքական հետապնդում եք տեսնում, թե գործ ունենք այնուամենայնիվ իրավական զարգացումների հետ եւ արդյոք հա մեկ հայտարարությունը, այսինքն ձեր կարծիքով իշխանությունը կոնկրետ Նիկոլ Փաշինյանը նրա այդ մեկ հայտարարության, շատ կարճ հայտարարության մեջ ինչ վտանգ էր տեսել, երբ որ հա տվյալ անձը ասել էր, որ իրենք իրենց ձևով կմիավորվեն, կմասնակցեն հա գործընթացին եւ այնուամենայնիվ ինչպես է գնահատում եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին հա դրա համար ասացի եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին երեք էլ էլի գրառում էր արել հա տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ եւ ձեր իմպիչմենտի թեման դեռ ակտուալ է թե ոչ շնորհակալություն Հատել հարցը ես ժիզնամարս ու պրծնենք սա հարցերը տվեցի Եթե երեք հարց տվեցիք հա սկսենք Սամվել Կարապետյանի գործից ուրեմն Սամվել Կարապետյանի գործի մասով մենք ընդունել ենք հայտարարություն հենց այն պահին որ արդեն որպես փաստաբանել ենք այդ հարցը տալի ձեզ էլի հասկացա ես իրավական եւ քաղաքական գնահատական կտամ Մենք ընդունել ենք հայտարարություն, որտեղ թե իրավական մասով ենք գնահատական տվել, թե քաղաքական, նաև հետո երբ որ կալանքի որոշումը կայացվեց, ես ուղիղ եթերով խոսեցի դրա մասին, ընդհանրացրած ասեմ, ինչ որ մինչ այս բանը ասել եմ։ Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված process-ը այն ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, այն կառավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դրա մասին մեզ վկաներ պետք չեն, որովհետև ինքն է անձամբ ասում որ ես եմ միջամտում, ինքը իր Facebook-յան էջում գրել է հիմա ես կմիջամտեմ եւ այդ պահին ոստիկանության հատուկ խումբը գրոհել է Սամվել Կարապետյանի տունը եւ այդ ընթացքում իմ տվյալներով 51 մարդ է այսպես կոչված բերման ենթարկվել, բայց նոր քրեական դատավարության ընթացքում բերման ենթարկվել ինստիտուտ գոյություն չունի, ձերբակալվել են, բայց իրենք լուր էին տալիս որ բերման են ենթարկվել, ապօրինի գործողություն է տեղի ունեցել, մարդկանց ձեռք է կոտրվել, վնասվածքներ են ստացել տարբեր մարդիկ բան, եւ այդ ապօրինի ամբողջ գործողությունը որ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված է, որից հետո նրան առաջադրվել է մեղադրանք, որի սանկցիայում կա տուգանք Նայեք, եթե մեղադրանքի սանկցիայում կա տուգանք, դատարանները չեն կալանավորում։ Նրան տարել են կալանքի 2 ամսվա, եւ դատարանը կալանավորել է։ Բնականաբար, քանի որ մենք Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանություն չունենք, իսկ դա մասին ցուցմունք է տվել հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասել է, որ ես եմ ԲԴԽ նախագահին SMS գրել, որ հրաժարական տա, արդեն դա բավարար է, որ մենք իմանանք, որ ինքն է ղեկավարում դատական իշխանությունը, եւ ինքը ասել է կալանավորեք, կալանավորել են եւ Էրդողանի այցից առաջ են կալանավորել։ Եվ իխի եմ Էրդողանի մաս ասում, որովհետեւ նաեւ Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի կողմից։ Սա էլ գիտենք 21 թվականից։ Եվ այս իմաստով նաև ուզում եմ նշել, որ կալանքը իրավական իմաստով տոտալ ապօրինի է, որովհետև տվյալ քրեական գործով հիմնավոր կասկածի նվազագույն շեմը անգամ բավարարված չէ եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքով, եւ ավելին ամբողջ քրեական գործը հարուցված է հարցազրույցի հիման վրա, որը Սամվել Կարապետյանի հարցազրույցն է, երևում է, որ իր հարցազրույցն է, ինքը չի կարող հրաժարվել իր հարցազրույցից եւ չի հրաժարվում, եւ հետեւաբար գործով վկաներ չկան որ դու մարդուն օրինակ ստորագրություն
չհեռանալու մասին խափանման միջոց ընտրես, նա ազդի գործի անցող վկաների վրա կամ գործի ընթացքի նա չի կարող ազդել, որովհետև չկա որևէ փաստ։ Այսինքն ընդհանուր process-ը պատիժ է, նայեք, չի կարող միջդատական վարույթը պատժի տարեր ունենալ իր մեջ։ Սա միջազգային հայտնի իրավական սկզբունք է։ Ամբողջ գործընթացը պատիժ է, որը կազմակերպվել եւ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ այն զուլալ քաղաքական հետապնդում է։ Մի բան էլ ասեմ, ակնհայտ անմեղ մարդուն քրեորեն հետապնդելը դա քրեական հանցագործություն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրաված են այդ process-ի մեջ, բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկանց թևեր են ջարդել, վնասվածքներ են տվել անմեղ մարդկանց, որ ուղարկի այդտեղ կանգնած են եղել, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, սա հանցագործություն է։ Եվ ես եւս մեկ անգամ այս հնարավորությունից օգտվելով դատապարտում եմ այդ ամբողջ process-ը եւ պահանջում եմ օր առաջ ազատ արձակել պարոն Կարապետյանին։ Եկեղեցու հատված է հարցը։ Մի հատ գիծ է հարցին հարց։ Ձեզ չի թվում, որ սովետական ժամանակ այդ իրավապահների մասին անեկդոտ կար, ասում են «Был бы человек, а статья всегда найдется», չէ՞, հենց կատակ էին անում, ինչքան որ կատակ չգիտեմ, բայց հիմա եթե այս հանցանքը չկա մեջը, կարող է սկսել մանգալ մի ուրիշ բան գտնել Սամվել Կարապետյանի վրա, չէ՞ որ հիմա տաշիր պիցաներն ես տուգում իրար հետ մի անգամից չգիտես, հետո տուգանքներ են դնում էլեկտրոցանցերի վրա, կարող է էլի մանգա մի բան գտնել, չէ՞ որ այս չի լինի որ սխալվել ենք, ասենք, կներեք, բացենք թողում։ Տեսեք, ամբողջ իշխանական վերնախավը իրենք իրենց դեմ ցուցմունք են տալիս։ Իրենք կարող են լուր մնալ, ասել իրավական գործընթացա դեպի մենք ինչ իմանանք, ինչ ա եղել, չէ՞։ Բայց բոլորով ԱԺ ելույթների ժամին ելույթներ են ունենում եւ ասում են պետքա օթերը փակել, պետքա հեծը խլել, պետքա, չգիտեմ, էս անել, են անել եւ նաեւ տաշիր պիցաների process-ը, այսինքն հստակ բան կա, ուղերձ կա, որ մենք ձեզ եւ անձամբ ենք քաղաքական հետապնդում եւ ձեր բիզնես գործունեությունն ենք անձամբ քաղաքական հետապնդման ենթարկում եւ նաեւ ձեր կողքը կանգնած 51 մարդու էլ ասենք ծեծ ու ջարդով բանով տարել ենք ձերբակալել ենք ապօրինի պահել ենք սրանք ուղերձներ են որոնք որ շատ կարեւոր է որ մենք որպես հասարակություն մենք որպես քաղաքացիական հասարակություն տեսեք քաղաքացիական հասարակության ինստիտուտները չեն դատապարտում նկատում եմ ՀԿ սեկտորը քաղաքացիական հասարակության ինստիտուտներից միայն եկեղեցին է որ դատապարտել որտեղ եկեղեցին նույնպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ է այն ՀԿ-ները որ մենք հայտնի իրավապաշտպաններ ունենք չէ՞ որ խոսում են բան ասենք ծիտը մեկի ուսին ծրտում էր դատապարտում էին ձայն չկա ձայն չծպտուն չեն հանում հիմա ինչու որովհետև նաև սրա մեջ կա բան աշխարհակաղակական հատված որովհետև սա նաև մատուցվում է աշխարհակաղակական համատեքստում որ Հայաստանում բան մենք ինքնիշխան ենք, նայեք պետության համը հեսա կմնա ձեր բերանը, բան, բայց պետության համը մնացել այն մարդկանց բերանը, ովքեր այս պահին վայելում են այդ պետության տված հնարավորությունները, ավելին նաև ապօրինություններ են անում այդ հնարավորությունների շրջանակներում։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ես ուզում եմ հստակ ասել, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին հայկական ամենամեծ լոբիստական մարմինն է ամբողջ աշխարհում եք սփռված։ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից է բխում, որ այդ կառույցը, եթե չգոնե տարալուծվի, հա գոնե թուլացվի, վարկաբեկվի։ Հետեւաբար այս արշավը, որը մեկնարկված է Ալլաշուքյուր Փաշազադեի կողմից, որը հետո նաև Հայաստանում արդեն մեր վարչապետը նույնպես սկսեց ինչ-որ չուլանացման բաներ հարցեր բարձրացնել, սա միտված է ամենամեծ հայկական լոբիստական կառույցի ոչնչացմանը։ Ես գիտեմ, որ դա չի ստացվի, չեն կարող ոչնչացնել, բայց այն, որ կարող են վարկաբեկել, դա անում են եւ այդ process-ը ընթացքի մեջ է։ Չէ՞, մոմի ինչ-որ վաճառք, չգիտեմ, ինչ-որ ճղճիմ խոսակցություններ, հասկանում եք, վարչապետը չի կարող բարքերի ոստիկանության ղեկավար հանդիսանալ Հայաստանում։ Մենք չունենք մեր սահմանադրությունում նման լիազորություններ։ Ինքը բարքերի ոստիկանապետը չի, ինքը չի կարող զբաղվել այս եւ այլ քաղաքացիների անձնական կյանքով, կապ չունի ինքը ինչ հավատք է կրում։ Ինքը ասում է ես հավատացյալ եմ, ես ուզում եմ մեր եկեղեցու հարցերով զբաղվեմ։ Հիմա հարցը եմ, եթե ինքը լիներ Եհովայի վկա կամ վերջին օրերի սրբերի եկեղեցու Հիսուս Քրիստոսի վերջին սրբերի եկեղեցու անդամ, օրինակ, մորմոնական եկեղեցու անդամ։ Կարող էր միջամտել այդ եկեղեցու երկրի ներքին գործերին, վստահ եմ բոլոր իրավապաշտպանները կդատապարտեին։ Բայց երբ որ հարցը հայարակելական եկեղեցու մասին է, ձայն չկա, ծպտուն չկա։ Այս իմաստով ես հարցը դիտարկում եմ ավելի գլոբալ, որտեղ նայում եմ, որ սա
մի ինստիտուտի դեմ է արշավ, որը ասում է Արցախ, մի ինստիտուտի դեմ է արշավ, որը ասում է, որ Արցախի ժողովրդի իրավունք ունի վերադառնալու, որը ասում է, որ բռնազավթված են մեր եկեղեցիները, ոչնչացվում են, քրիստոնեական ժառանգությունը ոչնչացվում է։ Այսինքն այդ ինստիտուտի դեմ արշավը։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ով է հայոց ամենայն հայոց կաթողիկոսը, որտեղ կաթողիկոսը այն անձը, ով որ եկեղեցու ընթացակարգերով ընտրվել է կաթողիկոս եւ օծվել է որպես կաթողիկոս։ Ինչ չի հետաքրքրում այդ անձով է։ Ես եկեղեցին որպես ինստիտուտ եմ դիտարկում։ Պարոն Մարուքյան, կներեք, ես ձեր մտքի հետ կապված չի կարող սահմանադրությունը այնպես փոխել, որ նաև եկեղեցու վրա ազդեցություն ունենա։ Գիտեք, Գուցե նաև դրա հիպոթետիկ համարը կարող է լինել նման նախագիծ, որտեղ սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր պնդում են, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ սահմանադրական նորմը պետք է ջնջվի եւ հանվի այնտեղից, որին ես դեմ եմ խոսել եւ կշարունակեմ դեմ խոսել։ Հիպոթետիկ դա կարող են փորձել անել, բայց ես չեմ տեսնում, որ սահմանադրությունը կարող է փոխվել Հայաստանում։ Եվ ես գտնում եմ, որ չպետք է Հայաստանը մտնի նոր սահմանադրության ընդունելու գործընթացի մեջ, այնպես ինչպես ասում է Ալիևը։ Ինչու՞, որովհետև այն երկկողմանի պատային մի արհավիրք է մեզ համար, որովհետև եթե մենք ընդունում ենք, որ Ալիևը ճիշտ է ասում ու գնում ենք մեր սահմանադրությունը նորից ընդունենք, դա նշանակում է, որ շատ հնարավոր է, որ դա ընդունումից հետո եթե հիպոթետիկ այն ընդունվում է։ Հարևան երկրներից որոշ երկրներ եւ նաեւ այդ թվում Ադրբեջանը ասեն, սա արդեն ուրիշ Հայաստան է, մենք այստեղ այս ուրիշ Հայաստանի հետ ուրիշ խոսակցություն ունենք եւ չենք ճանաչում։ Սա այն մի Հայաստան չի, սա ուրիշ Հայաստան է։ Այս մեկ։ Պատկերացնենք չի ընդունվում։ Ժողովուրդը գնում մերժում է Ալիևի օրակարգը, ինչ ավելի հավանական է։ Այդ պարագայում Ալիևն ասում է, նայեք, դուք ընդունեցիք, որ դուք ունեք տարածքային պահանջ մեր երկրից, բայց ոչ միայն այս պահանջը արձանագրվել է 89 թվականին, հետո 95 թվականին սահմանադրություն ընդունելով, այլ նաև հիմա ժողովուրդը գնում է եւ մերժում, ասում է հայերի ունենք։ Հետեւաբար սա լեգիտիմ իմ կայս հարձակվեմ ձեզ վրա։ Դա այնպիսի մի պատային բանի մեջ է մեզ մտցրել Փաշինյանը, համաձայնելով այդ սահմանադրությունը փոխելու, նոր ընդունելու process-ին, որ միակ ճանապարհը, որպեսզի սա տեղի չունենա, 26 թվականին մեր վարչապետի անուն ազգանունը չպետք է լինի Նիկոլ Փաշինյան։ Ուրիշ ճանապարհ չկա, որտեղ ինքը դա արդեն ընդունել է։ Եթե ինքը վերընտրվում է, ինքը դա փորձելու է անել։ Հիմա տեղ մտնենք, մենք գնանք դեմ, տապալվի, իմ ասած փաստարկները տալիս ենք Ալիևին։ Գնան ընդունեն այդ սահմանադրությունը, նորն ընդունեն, այն իմ ասած մյուս ռիսկերն է գալու Հայաստանի առաջ։ Այսինքն սա մի process է, որը քանդարարություն է, որևէ լավ բան չի տալու եւ վստահաբար խաղաղության հետ կապ չունի։ Դուք գիտեք, որ ես բացարձակապես որևէ ռևանշիստական տրամադրություններ չեմ ունեցել, չունեմ, եւ ես գտնում եմ, որ խաղաղությունը այլընտրանք գոյություն չունի, բայց այն քաղաքականությունը, որը վարվում է խաղաղության համար, այդ քաղաքականությունը չի բերում խաղաղություն, օրինակ հենց երեք ընդունված իսլամական լիգայի կազմակերպության հայտարարությունը։ Մի հարց է կար փայլակի տված ոնց որ վերջին։ Impeachment-ի մասով տեսեք, խորհրդարանական երկու ուժերը հայտարարել էին, որ իրենք չունեն վարչապետի տեխնացու, իրենք չեն նախաձեռնելու impeachment-ի գործընթաց, սակայն եթե լինի նման նախաձեռնություն եւ վարչապետի տեխնացու, իրենք կմիանան։ Եվ ԿՊ-ից հեռացված երկու падգամավոր դիմել էին ինձ, ես իմ համաձայնությունը տվել էի եւ իրենք առաջադրել էին, որից հետո երկու ուժերն էլ չմիացան process-ին, եւ հիմա գիտենք, որ հանրապետական կուսակցությունը առաջադրել է իր տեխնացուին։ Այսինքն ուժի մեջ է, թե ուժի մեջ չէ, դա կախված է խորհրդարանական ուժերից։ Եթե վաղը առավոտյան կամ հենց հիմա падգամավորները գնան Հակոբ Արսլանյանի աշխատասենյակ եւ ստորագրեն, այո, այդ process-ը կմեկնարկի։ Եթե ոչ։ Ես գիտեք, ես չեմ ուզում ուրիշ բառեր ասեմ, բայց ուզում եմ ասել հետեւյալը։ Impeachment-ի գործընթացի համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնենք, 54 ձայն է պետք։ Եթե իրենք իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց, ովքեր որևէ փուլում թեկուզ իշխանության հետ աշխատել են, ուզում են վարկաբեկեն այդ ձևակերպմամբ, ինչ հույսով են ուզում, որ ԿՊ-ից 20 падգամավոր գա այս կողմ քվեարկի։ Ես ուզում եմ հասկանամ, տհասությունը սահմաններ ունի մեր այսպես կոչված այդ ձեր ասած մարդկանց մոտ, թե ոչ։ Հիմա կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում ես չեմ, չէ, անվտանգություն տրամադրել Նիկոլ Փաշինյանի, երբ որ նա վարչապետի տեխնացու էր։ Իրենք են տրամադրել։ Հիմա ով է Նիկոլական։ Մի հատ կից հարց, պարոն Մարուքյան, իսկ
Ձեզ ո՞նց է թվում, հայ վարչապետի թեթև ձեռով Սամվել Կարապետյանը կարող է դառնալ ապագայում միացյալ տեխնացու։ Եվ կներեք, էլի ավելացնեմ, հիմա շատ են համեմատում Բիձինա Իվանիշվիլու հետ։ Դուք տեսնում եք այդպիսի նմանություն եւ այլն, եւ արդյոք դա կարող է լինել վարչապետի տեխնացու։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մեր սահմանադրությամբ նա չի կարող լինել վարչապետի տեխնացու, դա ակնհայտ է, ես չգիտեմ պարոն Կարապետյանի ծրագրերը, որևէ մեկս չգիտենք, նրանք ինչ-որ ենթադրություններ են, նա զուտ մի հայտարարություն է արել, որը ուղղված է եղել եկեղեցու որպես ինստիտուտ պաշտպանությանը, եւ սկսվել է այս հետապնդումը, որից հետո բանդից նա որոշակի այլ հայտարարություններ արել, որ արդեն վերաբերում են նաեւ արտաքին քաղաքականությանը, ներքին քաղաքականությանը, դատական իշխանությանը, նա այս պահին վայելում է, ես կարծում եմ, Հայաստանի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների մեծամասնության գերիշխող մեծամասնության դրական կարծիքը, բայց դա ինչպես կկապիտալիզացվի, արդյոք ինքը քաղաքական պլաններ ունի թե ոչ, մենք որևէ մեկս չգիտենք, մենք չենք կարող ասել դրա մասին։ Ես նաև տեսնում եմ, որ բան էլ կա, այսինքն դիմադիր դաշտում այդ խանդն է կա որոշակի փորձել յուրաքանչյուրը քաշել իր կողմը, բան, երեք ամեն ինչ կախված է Սամվել Կարապետյանից, այս իմաստով նա ինչ մոտեցումներ ունի, բայց ինքը անձամբ նաև որպես մենք գիտենք որ նա գործարար է, բարերար է, բայց քաղաքական գործիչ չէ։ Ինքը անձամբ չի կարող։ Ես տեսա որ Արսեն Թորոսյանը ինչ որ բաներ հայտարարություն էր արել որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ։ Ինչ են խառնվել իրար, ես չգիտեմ, ով էր ասել որ ուզում է դառնալ վարչապետ, որ իրենք էլ խառնվել էին իրար, չհասկացա անկեղծ։ Գիտեք, նման համեմատություն ես էլ եմ լսել։ Չէ, Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում կարողացել է լինել։ Այո, հնարավոր է։ Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Հիմա նման հնարավորություն բնականաբար կա։ Իսկ որ բայց էլ եմ ասում, ինքը մենք չգիտենք ինքը ինչ պլաններ ունի։ Այդ մարդը եկել է իր հոր 40-ի միջոցառմանը մասնակցելու, հետո եկել է եկեղեցի պատարագի ու կալանավորվել է։ Հիմա ասենք ինչի մասին է քննարկում են։ Պարոն Մարուկյան, ընտրություններից խոսացինք, վարչապետի տեխնացուներից խոսացինք, արդյոք Լուսավոր Հայաստանը մնացել է արդեն մի տարուց քիչ։ Այո։ Լուսավոր Հայաստանը բանակցում է ինչ-որ որոշ ուժերի հետ, հա, որ նախընտրական դաշինք ձևավորելու հարցում։ Ուրեմն ուզում եմ ձեզ ասել, որ ժամանակին նման քննարկումներ ունեցել ենք որոշ ուժերի հետ խոշորանալու, բայց արդեն 2-3 ամիս այդ քննարկումները մենք դադարեցել ենք, դադարեցված են, չկան նման քննարկումներ։ Ես նաև տեսել եմ, որ մամուլում ինչ-որ լուրեր են տալիս, որևէ քննարկում, որևէ միավորման վերաբերյալ այս պահին չկա։ Կապրենք, կտեսնենք, ժամանակը գա։ Չի ստացվել ստեղծել որևէ միավորում։ Լավ, եւ վերջի հարցը այս Իսրայելի եւ Իրանի պատմությունը, պատերազմը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջինս բակոծությունը, այդ հարվածները, ինչ կասեք, դա ինչ է մեզ սպասում, ինչքան է դա ձեր կարծիքով շարունակվելու։ Ես կարծում եմ այս պահին մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցերից մեկը դա է, որտեղ մեր հարևան բարեկամ երկիրը, որը բազմիցս իր հայտարարություններով եւ գործողություններով ցույց է տվել, որ իր շահերից է բխում անկախ ինքնիշխան Հայաստանի լինելը այս տարածաշրջանում, ռմբակոծվում է, արդեն եթե չեմ սխալվում, 9-րդ օրն է, եւ նաեւ 2 օր առաջ նաեւ Միացյալ Նահանգները շատ սահմանափակ օպերացիա են իրականացրել 3 միջուկային օբյեկտների վրա հարվածներ հասցնելով։ Ես կարծում եմ Հայաստանի շահերից է բխում, որ օր առաջ այս հակամարտությունը կանգ առնի, որովհետեւ դրա տարածումը եւ շարունակությունը անկանխատեսելի հետևանքներ կարող ունենալ մեր տարածաշրջանի համար եւ այս իմաստով մեր շահերից բացարձակապես չի բխում Իրանի Իսլամական Հանրապետության թուլացումը։ Ես տեսնում եմ, որ մարդիկ կան, այստեղ ուրախանում են, լոբինգ են անում, ռեժիմը փոխվի Իրանի եւ այլն, այդ մարդիկ երևի չեն հասկանում կամ հասկանալով են դա անում, որ
ցանկացած նմանատիպ փոփոխություն բերելու է մեծ վակուումի, իսկ այդ վակուումը լրացնելու է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այնպես ինչպես Թուրքիան այդ վակուումը լրացրեց օրինակ Սիրիայում։ Այս իմաստով դրանից որևէ լավ բան Հայաստանին չի սպասվում։ Հետեւաբար մեզ օր առաջ պետք է որ այդ հակամարտությունը կանգ առնի։ Նորից վերադառնանք իմպիչմենտի թեմային, դուք այսպես ասած գրեթե քննադատական խոսքեր ասացիք ընդդիմադիր խմբավորությունների մասին, որ սկզբից Գրեթե չէ, ուղիղ քննադատական։ որ տեխնացություն են, հետո առաջադրեցին, բայց ամեն դեպքում օրենքը իրենց թույլ է տալիս, յուրաքանչյուր падգամավորի է թույլ տալիս տեխնացու առաջադրել իր անունից իմպիչմենտի գործընթացի ժամանակ։ Հիմա քանի որ այդ բանը կա, դուք որպես վարչապետի տեխնացու չեք նախաձեռնում հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ, դուք անձամբ, ինչու՞ չէ նաև ԿՊ-ի հետ, եւ բանակցել նրանց հետ, որովհետեւ այս հարցում որևէ կարգավորում լինի։ Շնորհակալ եմ, բայց եթե դուք հետևում եք process-ներին, դուք ուրեմն պետքա տեսած լինեիք, որ ես ուղիղ եթերում զանգահարել եմ պարոն Սերյան Օհանյանին, պարոն Հայկ Մամիջանյանին, երկու ընդդիմադիր ֆրակցիաների ղեկավարների եւ պահանջել եմ, խնդրել եմ հանդիպում այդ process-ի համար եւ իրենք չեն հանդիպել, որովհետեւ որ հանդիպեն, ոչ չեն կարող որևէ բան ասել, թե ինչու են իրենք դեմ, որ այդ process-ը տեղի ունենա։ Ամոթից ես կարծում եմ չեն հանդիպում։ Ինչ վերաբերում է ձեր սկզբի հարցը ձևակերպելուց արված հայտարարությանը, որ բոլորը իրավունք ունեն։ Մենք իրավունքը չենք քննարկում։ Մենք քաղաքական process-ն ենք քննարկում, որ իրենք հայտարարություն են տարածել, որ չունեն տեխնացու։ Հայտարարության մեջ նշել են, որ չեն նախաձեռնելու եւ ով նախաձեռնի կտան ստորագրություններ։ Եվ իրենք դրժել են, այ որ վարչապետն ասում է ուխտը դրժել են, իրենք ուխտը դրժել են։ Այսինքն բան են հայտարարել եւ այդ բանը հայտարարած բանից փախել են։ Եվ ամեն անգամ տեղի ունենում դա է ընդդիմության հետ։ Այն ժամանակ է հայտարարում էին իշխանություն էին, ասում էին երրորդ ժամկետ չենք առաջադրվելու, հետո եկան առաջադրվեցին։ Լավ կլինի մի անգամ մի բան ասեն եւ իրանց խոսքը պահեն։ Դու ամեն օր տղամարդկությունից են խոսում, բան, դες նման բաներ են ասում։ Տղամարդը որ բան է ասում, իր խոսքի տեր է լինում։ Ինչ արվում է հանդիպմանը, ես հենց հիմա էլ որ զանգեն ասեն ֆրակցիան հավաքվել է, եկեք ես կգնամ կանեմ։ Այսինքն յուրաքանչյուրը սպասում է, որ իրեն զանգեն, ասեն արի հանդիպենք, ոչ մեկը չի ուզում։ Չէ, ես զանգել եմ ասում եմ։ Մենք ոնց որ չենք ասում։ Զանգել եք, ասենք չեն պատասխանել, ոչ թե պատասխանել են, լսել են ինձ, այո, ասել են, հա, որ լսում ենք, եղավ, մենք լսեցինք ձեզ, բայց չենք ուզում հանդիպենք ձեր հետ։ Ոչ թե յուրաքանչյուրը սպասում է, ես նախաձեռնել եմ դա։ Դա ինչ որ բան չի, հպարտությունս չի բանան, որ process-ը մեկնարկել է, ուղիղ եթերում եմ զանգարել, որ ժողովուրդը տեսնի, որ բոլոր քայլերն արված են, բայց խորհրդարանական ընդդիմությունը ցեմենտ բետոն արած կանգնած է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերում։ Հիմա ես ինչ անեմ։ Կամ որևէ այլ քաղաքացի։ Հիմա այդպես է, ժողովուրդը այդպես է ընտրել 21 թվականին։ Մոլորացրել են, խափել են, չգիտեմ, խոստումներ են տվել, ընտրել են, հիմա ինչ անենք։ Էս է վիճակը։ Եվս երկու հարց ունեմ, կարճ, հա, եւ վերջ։ Կարող եք հիշեցնել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի կազմում նաեւ դուք եք, չէ՞, ովքեր են այդ հանձնաժողովի անդամները, մի հատ նորից հիշացնեք, եւ երկրորդը կարող եք նաեւ չպատասխանել։ Դուք ժամանակին Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատել եք, բավականին բարձր պաշտոն եք զբաղեցրել։ Եթե հնարավոր է, կարող եք բարձրաձայնել, թե ինչ եղավ, որ դուք իրարից հեռացաք, որ դուք հեռացաք Նիկոլ Փաշինյանից, ինչ կատարվեց։ Այդ հարցին պատասխանել եմ հրաժարական տալուց հետո կարճ տեսանյութով մանրամասն խոսել եմ դրա մասին մոտավորապես 25 րոպե, որը YouTube-ում ունի 200,000-ից ավել դիտում, մյուս հարթակներում էլ միլիոնը անցել է։ Կարող եք դիտել դա, ինչ որ նորություն չեք հարցնում։ Տեղի ունեցավ այն, որ կառավարությունը շեղվեց իր ծրագրից, իսկ ծրագիրը հայկական Արցախ պահելու մասին է, եւ այդ կառավարությունը պետքա ցրվեր։ Կառավարությունը չցրվեց, պարլամենտը չցրվեց, ես հրաժարական տվեցի։ Իմ սկզբունքային դիրքորոշումը դա է։ Այսինքն ես ամեն ինչ ուզում եմ անեմ եւ արել եմ, որ լինի հայկական Արցախ, այնպես ինչպես գրված էր ծրագրում կառավարության։ Բայց ավելի մանրամասն այդտեղ դիտեք։ Ինչ վերաբերում է ձեր նախորդ հարցին, հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովը ձևավորվել է արդեն 22 թվականին, եթե չեմ սխալվում, որտեղ 3 հանձնաժողով է եղել։ Երկուսը ձախողվել են, այս մեկն էլ կարող ենք համարել ձախողված,
Հեղափոխությունից հետո տրվել է խոստում, որ սահմանությունը պետք է փոխվի, Սերժ Սարգսյանի այս գրած այս կոստյումը պետք է փոխվի, հետո իշխանությունը հասկացել է, որ շատ լավ է կոստյումը, ինչ իրանք օգտագործեն։ Եվ երկու հանձնաժողով այդպես տապալվել են, երրորդն է ստեղծվել 22 թվականին։ Առաջին հանձնաժողովում մենք ներկայացուցիչ ենք տվել Տարոն Սիմոնյանն ա եղել, երկրորդում էլ ա եղել, այսինքն երրորդում էլ ես անձամբ եմ գնացել։ Եվ կարող ենք արձանագրել, որ երրորդ հանձնաժողովն էլ է խորհուրդը ավելի շուտ տապալված, խորհրդի մեջ են իրապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, падգամավորներ իշխանությունից եւ խորհրդարանական ընդդիմությունից, որոնք բոյկոտում են, չեն գալիս, չեն միացել, եւ նաեւ արտախորհրդարանական երկու ուժից։ Ցուցակը կա, հրապարակված է, եթերներ, ինչքան նիստ ա եղել, մենք պնդել ենք, որ ուղիղ եթերում լինի, նիստերն է ուղիղ եթերում եղել, մարդիկ տեսել են։ Եվ ամենակարևոր բանը, որը տեղի ունեցել վերջին է, որ դա վերջն է եղել այդ խորհրդի, կարելի ասել դրանով համարենք տապալված, կայուն մեծամասնության այն սկզբունքը, որը ներդրված է սահմանության մեջ, դրա փոփոխելու քվեարկությունը տապալել են ԿՊ-ի ներկայացուցիչները եւ մերժել են։ Իսկ դա եղել է խոստում հեղափոխական, որտեղ կայուն մեծամասնության այդ դրույթը դա պետականական դրույթ է, որը Սերժ Սարգսյանի ժամանակ նրանք ներդրել են իշխանությունը առհավետ պահելու համար։ Եվ այդ դրույթը, որ փոխենք, հանձնաժողովի մի խումբ անդամներով նախաձեռնվել էր եւ իրենք տապալել են, որովհետեւ այդ դրույթը մնա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։